Շնորհակալություն, Տիկին նախարար, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իսկապես շատ կարևոր նախագիծ ենք քննարկում, որը ոչ միայն վերաբերում է ընդհանուր առմամբ առողջապահության ոլորտին, այլ նաև իր մեջ, այսպես ասած, ընդգրկում է հասարակական համակարգի գրեթե բոլոր ոլորտները, ինչու, որովհետև առողջապահական եւ սոցիալական ոլորտը դրանք այն ոլորտներն են, որոնք վերաբերում են հասարակության գրեթե յուրաքանչյուր անդամի եւ սրանով այս տեսանկյունից ել ավելի ընդգծում են ցանկացած նախագիծ կամ ցանկացած փոփոխություն, որոնք կատարվում են այս ոլորտներում։ Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ ասել, որ քանի որ համակարգը կամ ծրագիրը բավականին մեծ է եւ իր մասսայականությամբ եւ իր մասշտաբայնությամբ եւ շահառուների թվով, կարծում եմ մենք առաջիկա 1-2 տարիներում ավելի շատ թերևս կփորձենք նաեւ տեխնիկական հարցեր լուծել եւ քննարկումներ անել, բայց այնուամենայնիվ չհաշված բոլոր այն դժվարությունները, որոնք այսօր էլ տեսանելի են, այն տարբեր հարցերը, որ դարձյալ ունեն պարզաբանման կարիք, միևնույն է, ես կարծում եմ, որ սա շատ սպասված եւ շատ կարեւոր նախագիծ է, շատ կարեւոր փոփոխություն է, որովհետեւ այն ընդհանուր առմամբ բժշկական ծառայությունները հասարակության յուրաքանչյուր անդամի համար ավելի հասանելի են դարձնում, բայց դրանով հանդերձ հասկանալի է, որ բնականաբար մենք ունենք վախեր, կարծրատիպեր, բնականաբար կարող են նաև մեր հաշվարկները ճիշտ տեղ չհասնել, բայց ես ուզում եմ նաև դիմել մեր ընդդիմադիր գործընկերներին, քանի որ մենք սա չենք անում միայն իշխանության ներկայացուցիչների համար, չենք անում միայն մեր ընտանիքների համար, սա ընդհանուր առմամբ ապագայի ծրագիր է եւ մենք նաև այստեղ ակնկալում ենք մեր ընդդիմադիր գործիչների ակտիվ մասնակցությունը եւ ուզում եմ ասել, որ ցանկացած 1 կիլոմետր միևնույն է սկսվում է առաջին քայլից եւ մենք չհաշված ռիսկերին պետք է այնուամենայնիվ առաջ գնանք եւ մի քանի հարց ունեմ Տիկին Ավանեսյան, որոնք կարծում եմ շատ կարևոր են, որպեսզի նախագիծը ի սկզբանե հնարավոր լինի հեռու պահել տարբեր ցնցումներից եւ մեր փոփոխությունները կարողանան ճիշտ տեղայնացվել։ Շատ կարևորում եմ, ինչպես նաեւ մեր գործընկերները նշեցին, քաղցկեղ հիվանդության նկատմամբ մեր վերաբերմունքը։ Չկա օր, որ մենք օրինակ սոցիալական ցանցեր մտնելիս չհանդիպենք որ տարբեր քաղաքական անձինք, տարբեր հասարակական կամ բարեգործական կազմակերպություններ գումարներ են հավաքում մասնավորապես անչափահաս երեխաների համար, որպեսզի նրանք արտերկրում բուժում ստանան։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորիս երկիրն է, մենք հասկանում ենք մեր հնարավորությունները, մեր պոտենցիալը, մենք հասկանում ենք, որ բնականաբար շատ կուզենք եվրոպական տարբեր երկրների փորձնել մեր մոտ ներդնենք, բայց դա հնարավորությունների հարց է։ Օրինակ ես շատ կցանկանամ, որպեսզի այս առումով մենք հատկապես անչափահասների խնդիրը դնենք մեր առաջնային շահառուների ցանկում, քանի որ սա նաև իր մեջ որոշակի սոցիալական բաղադրիչ է ներկայանում, օրինակ շատ ցավալի է, երբ որ կարդում ենք, որ ընտանիքները վաճառել են իրենց տունը, վաճառել են բոլոր հնարավոր թանկարժեք իրերը, որպեսզի կարողանան երեխային հասցնել արտերկիր եւ այնտեղ որոշակի բուժօգնություն ցույց տան։ Ես կարծում եմ, այս տեսանկյունից սա շատ ավելի կարեւոր է, որովհետեւ պետության կամ այդ ընտանիքների նկատմամբ որոշակի վերաբերմունք է ձևավորում, այս դեպքում հենց պետական համակարգի եւ մասնավորապես առողջության լիազոր մարմնի նկատմամբ։ Երկրորդ հարցը, որ ես կարծում եմ շատ ենք քննարկել բնականաբար, բայց օրինակ շատ եմ ուզում, որպեսզի դուք եւս մեկ անգամ անդրադառնաք այն հարցին, թե մարզային բժշկական կենտրոնները որքանով են պատրաստ այս բարեփոխմանը, որտեղ վստահ եմ, որ ահռելի հոսք է սկսելու եւ մենք թե տեխնիկապես, թե կադրային առումով, թե մասնագիտական կարողությունների հմտությունների առումով պետք է բավականաչափ արձագանք կարողանանք սրան տալ, արդյոք սրան զուգահեռ մենք շարունակելու ենք վերապատրաստումների դասընթացները եւ մեկ կարեւոր հարցի մասին եմ ուզում նաեւ Տիկին Ավանեսյան ձեր մոտ նշել, որ ես հասկանում եմ, որ պետությունը իր կողմից ամեն ինչ անում է, օրինակ ժամանակակից տեխնիկայով վերազինելու բժշկական կենտրոնները, բայց մենք այնտեղ խնդիր ունենք, որտեղ տարբեր բժշկական կենտրոններ օրինակ չունեն համապատասխան մասնագետները եւ Երևանը այս տեսանկյունից էլ դարձել է անհնար քաղաք, որովհետեւ յուրաքանչյուր ծառայության համար ամենահեռավոր համայնքից քաղաքացին ձգտում է գալ Երևան, այսինքն մենք սրանով որքանով ենք ծառայությունները բառի բուն իմաստով եւ բովանդակային իմաստով հասցնում քաղաքացուն, որպեսզի թեկուզ մի փոքր վիրահատության համար կամ որևէ այլ ծառայության համար քաղաքացին չընտրի այնուամենայնիվ Երևանը, այլ ընտրի իր մարզային բժշկական կենտրոնը։ Այսքանը, շնորհակալություն։